Իմ մասնակցության նպատակը պարզ էր՝ ցույց տալ, որ համալսարանը պրախադնոյ դվոր չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել էր ԵՊՀ ուսանող Հովհաննես Շամրիկյանը ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Ըստ ուսանողի ինքը փորձել է ցույց տալ, որ ԵՊՀ-ում արժանապատիվ ազգային մտածողություն ունեցող ուսանողներ ևս կան։ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ նույնիսկ եթե ունենային 300,000 կիլոմետր քառակուսի հայոց պատմական տարածքը, ուրիշները մեզնից կվերցնեին այն։ Ես հակադարձեցի, որ 300,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը իմ նախնիների հայրենիքն է, մեր հոգևոր եւ ֆիզիկական բնորանն է, եւ եթե չերազենք եւ չձգտենք դրան, նույնիսկ այսօրվա Հայաստանը կկորցնենք։ Նա շարունակ պնդում էր, որ պետք է կենտրոնանալ միայն 29,343 կիլոմետր քառակուսի վրա, նշելով, որ Սևանն ու Արագածը մեզանից նեղանում են, երբ միայն Արարատի մասին ենք խոսում։ Փաշինյանը իրեն նաեւ թույլ տվեց անպատշաճ մեկնաբանություններ հայ առաքելական եկեղեցու մասին, կարծելով, որ եկեղեցին սուրբ է մեր ժողովրդի համար, եւ այսօրվա Հայաստանում հենց եկեղեցին է ամենալեգիտիմ հաստատությունը։ Ես դա կապում եմ նրա հետ, որ նա Ալիևի հետ ձեն-ձենի տված փորձում է նվազեցնել եկեղեցու դերը թե սիմվոլիկ, թե ինստիտուցիոնալ մակարդակով, ինչպես դա արել է բանակի հետ, եւ այլն։ Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից օրեր անց այս ուսանողի հետ իր ֆեյսբուքյան էջում երկխոսություն էր հրապարակել։ Պարոն Փաշինյան, ինչ եք կարծում, եթե կարողանայիք վերադառնալ 2018 թվական, իմանալով հանդերձ Հայաստանի Հանրապետության ներկայիս իրավիճակը, ձեր թույլ լեգիտիմությունը, Արցախի կորուստը, դաշնակիցների հետ վատ հարաբերությունները, կոնֆլիկտը հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, արդյոք նորից ձեռնամուխ կլինեիք 2018 թվականի հեղափոխությանը։ 1991 թվականից էսկոմ Հայաստանում եղել է ավելի լեգիտիմ իշխանություն։ Ընդ որում, ես ձեզ հետևյալը ասեմ, ես 2021 թվականին մենք գնացինք արտահերթ ընտրությունների։ Ինչու՞, որովհետև ես զգում եմ, որ պատերազմից հետո այդ լեգիտիմությունը առնվազն հարցականի տակ է դրված։ Եվ ես չեմ կարող շարունակել լինել վարչապետ, եթե համոզված չլինեմ, որ ժողովուրդը դա թույլ է տալիս։ Եվ հենց այդ լեգիտիմության խնդիրը լուծելու համար է, որ մենք գնացել ենք ընտրությունների։